Կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Գիտեմ, որ մի փոքր անսովոր է եւ օրը եւ ժամը, գիտեմ, որ պարոն Նահապետյանին մեր հետևորդները ամեն օր սպասում են երկուշաբթի օրը, մենք շաբաթը գիտեք սկսում ենք պարոն Նահապետյանի հետ։ Մի քանի օր բացակայում է, այդպես որոշեցինք, որ առաջին հաղորդումս ինչպես միշտ սկսել պարոն Նահապետյանի հետ եւ դա է միայն պատճառը, որ մենք այսօր եւ այս ժամին ենք եթեր դուրս եկել։ Բայց մենք նույն տեմպով, նույն գրաֆիկով կշարունակենք աշխատել, կհանդիպենք նաև ուրբաթ օրը եւ երկուշաբթի ժամը 11-ին ինչպես միշտ, բայց նաև նախնական այսպիսի պայմանավորվածություն ունենք ընտրություններից գուցե 1 շաբաթ առաջ, 2 շաբաթ առաջ, ինչպես ճիշտ կտեսնի, ճիշտ կգտնի պարոն Նահապետյանը, մենք ամենայն հավանականությամբ ամեն օր դուրս կգանք եթեր, ասեմ, որ դրա ցանկությունը եւ պահանջը շատ մեծ է եւ մեր կողմից եւ հետևորդների կողմից։ Ես բացակայում եի Ռուսաստանի Դաշնությունում էի, մինչ այդ էլ գիտեք, որ մեծ համահայկական համաժողով տեղի ունեցավ Փարիզում, Հայաստանից հրավիրված էինք 4 խմբագիրներ, Արցախի ներկայացուցիչներն են եւ նախկին 3 վարչապետեր, բավականին ուշագրավ, բավականին կարեւոր հարցեր բարձրացվեցին, իհարկե այնտեղ պետք է շնորհակալություն հայտնել առաջին հերթին Հայ հեղափոխական դաշնակցությանը, պիտի ընդունել, որ այն ազգային կառույցն է, որ ցեղասպանությունից հետո երբ որ գոյացել են համայնքներ, հայապահպան ամենամեծ լուրջ տարածուն ծավալուն հետևողական աշխատանքը տարել է Սփյուռքում Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ մինչ օրս այդ գործին լծված է։ Այնտեղ բոլորին հնարավորություն տրվեց խոսելու, մեր խոսքը ավելի շուտ մեր խոսքի պարոն վարչապետերը խոսեցին նախքին, մենք այսօր պիտի ամենից շատ կարևոր է, իհարկե այնտեղ շատ կարևորվում էր հայ առաքելական եկեղեցու դերը պահպանելու, պաշտպանելու մեր մեծ արժեքները եւ հատկապես հիմա, երբ որ ներսից է խոցվում հայ առաքելական եկեղեցին, սրբազանները, վեհափառ հայրը, պիտի մենք բոլորս կանգնենք հայ առաքելական եկեղեցու կողքը, այս հարցը իհարկե անշուշտ ամենակարևորն էր, բայց նաև մենք բոլորս կարևորեցինք այն, որ ամսի 7-ին տեղի ունենալու, հունիսի 7-ին տեղի ունենալու ընտրություններ եւ պիտի աշխարհիս որ անկյունով լինի հայը, պիտի հասկանա, որ եթե ամսի 7-ի այդ ընտրություններում Նիկոլը հաղթի, իհարկե աշխարհի վերջը չի լինի, բայց չի բացառում, որ լինի Հայաստանի վերջը, որովհետև այն ծրագրերը, որ իրենք իմիջիայլոց կազմել են, որ ինքը Ալիևի հետ միասին եւ Էրդողանի հրահանգով կազմել են, որ պիտի այստեղ բերեն ադրբեջանցիներ եւ Հայաստանից մեծ տարածքներ տան եւ լցնեն Հայաստանը թուրքերով, սա նշանակում է, որ շատ կարճ ժամանակահատվածում պատերազմով կլինի, կրակոցներով կլինի, թե քայլելով կլինի, ուղղակի Հայաստանի Հանրապետությունը գոյություն չի ունենա, իսկ այն ժամանակ Նիկոլը կհայտարարի, եթե դուք չեք ուզում, որ պատերազմ լինի, մենք վերջնականապես պիտի համաձայնենք, որ այստեղ հայ չապրի։ Մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ, որ այս մարդը արդեն աշխատում է 8 տարի շարունակ։ Սա այսպես եւ հիմա կամ մի քանի այլ թեմաներին օրինակ, բոլորին դեմ եմ, շատ թռուցիկ ասեմ եւ անցնեմ ու պիտի խնդրեմ, որ պարոն Նահապետյանն էլ մեկնաբանի, բոլորին դեմ եմ։ Ինչ որ մի այսպիսի ուժ կա, գաղափար չունեմ, թե ովքեր են, ինչ որ ցուցակում էլ անուններ են դրել։ Սիրելիներս, նա ով որ մտածում է, որ պիտի գնա այս մարդկանց ձայն տա, թող վստահ լինի, որ ինքը գնում է եւ քվեարկում է Նիկոլ Փաշինյանին։ Ինչ ասել է, բոլորին դեմ եմ։ Մարդ, որ բերել է 4 պատերազմ, մարդ, որ Հայաստանը հասցրել է այսպիսի աղետի եւ ողբերգության եւ շարունակում է մնալ իշխանության եւ նրան բերել դնել նույն նժարի վրա այն մարդիկ, ովքեր արարել են, ստեղծել են, խաղաղություն են հաստատել, պատերազմ են հաղթել, տնտեսապես երկիրը զարգացրել են, անվտանգ պահել են մեր երկիրը, բերել համեմատել ասել բոլորին դեմ, դուք բոլորդ Նիկոլ եք, հիշեք, այնտեղ որ գնալու եք այսպես նշեք, որ բոլորին դեմ եք, դա նշանակում է, որ դուք գնում եք մոտարապես ձայն եք տալիս թուրքերին, այսինքն Նիկոլին, այսինքն տարբերություն չկա թուրքերին, ադրբեջանցի, թե որն է առաջ ճիշտ ավելի, պարոն Նահապետյան, թուրքերին, Նիկոլին, ադրբեջանցիներին կամ բոլորին միասին, իմացեք, բոլորին դեմ, ով ասում է եւ ասում է մենք նախկիններին դեմ ենք, սրան դեմ ենք, չգիտեմ ինչ են, նրանք բոլորը Նիկոլ են, այսինքն նրանք բոլորը թուրք են։ Սա մեկը միշտ ձեզ համար ընդունեք եւ անցեք այս ամեն